ես արդեն ընդունվելու եմ առաջի դասարան։ Շուշանիկ Մկրտչյանի առաջին զանգը հնչեց Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցում։ Նա եւ դպրոցի եւս 210 աշակերտ 2011-12 տարին դիմավորեցին բոլորովին նոր մասնաշենքում։ Վերակառուցված դպրոցի վերաբացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կարմիր ժապավենի կտրելու պատիվը տրվեց նրան եւ Լոռու մարզպետին։ Անոնից հավաստիացնել, որ դպրոցաշինությունը եղել է եւ մնալու է մեր ուշադրության կենտրոնում եւ այն լինելու է մեզ համար առաջնահերթություն։ Եվ մենք շարունակելու ենք դպրոցաշինությունը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մեր աշակերտները, մեր երեխաները կարողանան այսպիսի հիասքանչ պայմաններում ձեռք բերել գիտելիքներ։ Եվս մեկ անգամ բոլորիս շնորհավորում եմ այս ուրախ իրադարձության կապակցությամբ։ Ես նույնպես ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ օրվա կապակցությամբ եւ մաղթում եմ մեր սիրելի ուսուցիչներին, որ իրենք լինեն առողջ, որպեսզի կարողանան հիմնարար գիտելիքներ սնուցել մեր երեխաներին, իսկ մեր սիրելի աշակերտներին ես կոչ եմ անում, որպեսզի իրենք լավ սովորեն, բարձր պահեն իրենց դպրոցի եւ մանկավարժների պատիվը, շատ լավ գիտակցելով, որ հիմնարար գիտելիքներով զինված մարդը այս դժվար կյանքում անպարտելի է։ Թիվ 22 հիմնական դպրոցի շինարարությունն իրականացվել է Լինսի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ դպրոցաշինություն ծրագրի շրջանակներում։ Ավելի քան 276 միլիոն դրամ է ծախսվել բարեկարգում, ցանկապատում, մարզական եւ հանդիսությունների հրապարակների, արտաքին նոր ցանցերի կառուցում։ Մենք չունեինք կարելի ասել բացի դասասենյակներից ոչ մի բան։ Այսօրվա օրով մենք մի հրաշք մարզադահլիճ ունենք, մի մասնաշենք ունենք, մեզ համար կառուցեցին ինչպես ճաշարան, այնպես գրադարան, գրապահոց, ընթերցասրահ, համակարգչային սենյակ, լաբորատորիաներ ստեղծվեցին մեզ համար, այսինքն պայմաններ ստեղծվեցին, որ մոտ ապագայում մենք ունենանք եւ լաբորատորիաներ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության։ Դպրոցաշինություն ծրագրով նախատեսվում է 6 դպրոցների կառուցում եւ վերակառուցում։ Վանաձորի թիվ 22-ից բացի Ստեփանավանի, Սպիտակի 1-ական եւ Շիրակի մարզի 3 գյուղերի դպրոցները։ Վերակառուցումը 1 տարի է տևել, շինարարն ու կրշին կազմակերպությունն է։ Ժամկետից շուտ բոլոր դպրոցների շինաշխատանքներն ավարտված են։ Մոտ օրերին մնացած դպրոցները եւս շահագործման կհանձնվեն։ Շինարարական ընկերությունները բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքները, այդ թվում նախագծային կազմակերպությունները, հսկողություն իրականացնող կազմակերպությունները, ժամանակակից դպրոցներ են, փարոսներ են, որոնցով որ հետագայում պետք է առաջնորդվեն բոլոր դպրոցներին վերաբերվող ծրագրերը, մոդելներ են, դպրոցների մոդելներ են։ Կրթական գործընթացը լավագույնս կազմակերպելու համար Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցն արդեն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները։ Աննա Պեչենևսկա, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Լուրեշ։